ձեզ էլի սիրուն տեղեր ցույց տանք, San Malo ծովափնյա քաղաքն ենք գնում փոքրիկ, նավահանգստային քաղաք է, եւ այնտեղից San Michel կղզին ասում են շատ գեղեցիկ է, գնում ենք տեսնենք, համել ձեզ ցույցադրենք։ San Malo քաղաքում ենք, կամ կղզում, չգիտեմ որտեղ ասում ես քաղաք, ասում են քաղաք, չի կղզի է, ասում ես կղզի, ասում են կղզի, չի քաղաք է։ Մի խոսքով ծովափնյա փոքրիկ նավահանգստային քաղաք San Malo-ում ենք, շատ գեղեցիկ։ Գիտեի մանեկեն է սկզբում վախեցար այս դեղին մայկովը։ Ինչ անում չես ջոգում։ Ինչ կա ձյաձ։ Մի քիչ նստես դանակը մտնելու է։ Չիչնեսել, տենց լավ է, պապկամիսըտ կծակծկվի։ Հրաշալի վայր է, աննման է, որ հանայում ես, հա չես կշտանում։ Բայց ինչն է հետաքրքիր, սրանից ավելի սիրուն տեղ ենք գնում հիմա։ Գնում ենք մի աննման միջքնախ կղզի, որը կոչվում է San Michel։ Կանգառում կպահեք։ Շուկայի մոտ իջնեմ, էլի, հա։ Տեսեք, ջրի մակարդակը պարբերաբար գալիս է ու շատ բարձրանում է, գալիս հասնում է, չեմ էլ կարա ցույց տամ հիմա որտեղ է ջուրը, բայց գալիս է մինչև ստեղ, նույնիսկ լինում է դեպքեր, որ այս կամուրջը, այս մոստը սենց գալիս, այսենց ծածկում է։ Դրա համար չեն թողում մեքենաներով մոտենալ կղզուն, այնտեղ կան մի քանի մեքենաներ, այդ աշխատողների մեքենաներն են, բայց ստեղ բերում են ավտոբուսներով, ինչպես տեսակ մենք էլ ավտոբուսով եկանք գնացինք, ավտոբուսով բերում են տուրիստներին, պտտվում ես ու հետ ես գնում, որովհետև կարող ավտոյով գաս, դեպքեր ա եղել, բարձրացել են, պտտվել են կղզում, իջել են, տեսել են ավտոն չկա, ջուրը ծածկել է, իրական դեպք եմ ասում, դեպքեր։ Եկեք գնանք մոտիկից տեսնենք ինչ հետաքրքիր բաներ կան։ Այս ամրոցի մուտքն է, պատերազմի ժամանակ, Անգլիայի հետ պատերազմելու ժամանակ, ասում են, որ այս փոքր կամուրջը իջացրել են, այսինքն փակել են մուտքը դեպի ամրոց ու ժողովրդին պահել են, պատը սպարել են ներսում, որ թշնամին չկարողանա ներխուժել ներս, շատ հետաքրքիր եւ խորհրդավոր է մուտքը, մտնենք ներս, տեսնենք էլ ինչերի կհանդիպենք, եկեք։ Այս էլ հայտնի զոքանչի ձվածեղն է, տենց են անվանում, շատ համով ձվածեղ է պատրաստում մի կին ու այդ խփելու ժամանակ երաժշտության ձայներ է գալի, այդ շրշրկոցը ասում են երաժշտություն է դառնում ու ինքը տենց հաստ տորթի նման ձվածեղ է ստացվում ու շատ համով, շատ հայտնի տեղ է, այս պահին փակ է, մի քիչ հետո նոր բացվելու է, La Mer Poulard կոչվում է, զոքանչի ձվածեղը, այնտեղ էլ աֆիշն է, կարող եք մոտիկից ցույց տալ այդ լոգոն եւ այդ կնոջ սֆաթը։ Եկանք հասանք ամենավերևը, այս մուտքն է ու ոնց տեսնում եք փակ է, մեր բախտը մեր հետ է, էլի, այդքան չարչարվեցինք շունչներս, բերաններս եկավ, բայց սենց մռայլ վերջաբան տրամադրություններս ընկավ, չգիտեմ ինչ ասեմ։
ասենց անդուր տրամադրությամբ կարելի է մենակ գնալ զոքանչի ձվածեղը ուտել, որ սաղ ընկնի տեղը։ Եկեք էլի իջնենք հետ։ Ռետրո ստենդափը Ռեն քաղաքում սկսում ենք։ Մենակ Աֆրիկայում չխաղացին ռետրոն։ Մի հատ Անտարկտիդայում ռետրո ստենդափ նշանակեք, էլի եղբայր։ Այս էլ հենց Ռեն քաղաքի կենտրոնում Ժաննա Դարկի եկեղեցին է։ Ինչքան գիտեմ, պատմությունն հենց ա եղել, որ հենց այս եկեղեցու բակում էլ վառել են մեր քվորը։ Իսկ անմիջապես կողքին այս գեղեցիկ պուրակում մեծ դժվարությամբ հայերը տեղադրել են մեծ դժվարությամբ իրավունքն են ստացել եւ տեղադրել են խաչքար, հուշաքար հիշատակ 1.5 միլիոն հայերի, որոնք զոհ դարձան 1915-ին թուրքերի կողմից հրահանգված ցեղասպանությանը։ Այս էլ այդ հուշաքարն է եւ գեղեցիկ sense փոքրիկ անկյուն հայերի համար։ Մենք բնականաբար չենք կարող միատել ծիկ չանել Մարսել քաղաք։ Ֆրանսիայի երկրորդ քաղաքը, այստեղ երրորդ անգամ եմ արդեն։ Կարայ չէ, ասենք երկրորդ անգամն է, երրորդ քաղաքը լներ, բայց չէ։ Ջրիկություն։ Հրաշալի Մարսելը, խուժան, կրիմինալ, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ, պատմական, ծովափնյա, արևոտ, կայֆ, ինչ ասես Մարսելի մասին։ Հավես, մարդիկ այնտեղ
ձուկ են որսում, կարթերը գցած, նոր մեկը կարթը գցեց, դամա էր, մի հատ ձուկ չախեց կարոլով, ինչ ասես կտեսնես, Մարսելն է։ Շատ հետաքրքիր մարդիկ կան, շատ յուրահատուկ ձևով են գումար խնդրում, ուղղակի մեկի տվեք էլի չի, էլի, տարբեր բան, մեկը հին ֆոտոյա դրել, տենց նկարում ա մարդկանց փողը աշխատում, շուտ բեմադրություններ ա, երգում են հետաքրքիր։ Տես ղզղնեց ջոգեց իրան ենք նկարում։ Արա ինչ-որ ենքան մտնի կերպարի մեջ վերջում գա խեղտի ինձ, իմանա Դեզդեմոնան եմ, պարզվի արտիստ ա օպերային, բայց մալաջեց եղբայրը։ Բրավո, ես ես օպերան նայել էի, վերջում գցում էր իրան ջուրը, բայց այսօր ֆինալը ուրիշ ձև տվեց։ Բրավո, thank you, merci։ Մի հատ հայտնի ազգակից ունենք, չէ, ինչ էր նվագում։ Ագարդիոնիստ Սերգեյ Մարսելի, հայտնի երաժիշտ է, ստեղ ալնում։ Ակարդիոնիստին չգտանք, բայց գոնե դհոլչուն նկարենք։ Ու ինչ-որ հեյ ստիցելներ անսամբլը պարային բերթով, չէ բերթը չես իհարկե, սա արաբական տակտեր են, բայց լավ էր խփում ապերիկը։ Այս Մարսելի կենտրոնի խանութներից է Savon de Marseille, շատերդ իհարկե կիմանաք, ով չգիտի ասեմ, հայտնի Սապոնի խանութ է օճառի, Savon էլի, Սապոնի տեղը Savon է։ Savon de Marseille, Մարսելի Սապոնը, որ շատ որակյալ է, ձեթով է պատրաստվում ու շատ հայտնի է աշխարհով։ Դե եկել հասել ենք, կարելի է մի հատ սապոնվել։ Քիչ առաջ ընկնենք էլի ախպեր։ Երկու հատ վերցրինք շատ անուշահամ, անուշահամ անունս տվեց, անուշահոտ օճառներ, շարժվենք առաջ, օճառի համար չէինք եկել, եղբայր, արի Մարսելը ցույց տանք մարդկանց, այս իշքոմյա վիզս գնաց, հետա տանում Լիոն, արա Մարսել չենք կարող մտնենք կենտրոն, հետա քշում Լիոն, նայ։ Դե բնականաբար չենք կարող գալ Մարսել ու մի հատ չմտնել մեր լավ ընկերոջ մոտ Կարենի, Կարենը արագ ասեմ, բացի են, որ հրաշալի մարդ է, ընտիր տղա է, նաև արտակարգ խոհարար է, շատ ուժեղ հրուշակագործ, ով ունի այս քաղցրավենիքի խանութը, ապրիլ 24 1915 փողոցի վրա, հենց հա փողոցի անունը, Սասուն քաղցրավենիքի խանութն է, եկեք գնանք ներս, անմահական, անկրկնելի համով խմորեղեններ է պատրաստում ինքը և իր ցեխը, մտնենք, բարևենք, մի երկու բան ձեզ ցույց տանք ու շարունակենք, շատ արագ գնացինք։ Եկեք տեսնենք ուր ա մեր եղբայրը։ Միսիե Կարեն, bonjour։ Կարենը գիտեր որ Մարսելում ենք, բայց չգիտեր որ սից գալու ենք անսպասելի։ Սյուրպրիզ։ Surprise։ Ինչ ես փչում ես, ինչ ես էլի խելրցնում մարդկանց։ Այս են դեպքրա որ գեղեցկությունը ու արտակարգ համը համադրված են։
Էս ինչ միրգ է։ Մանգո ախպերս։ Mango։ Այն էս չեմ որ այս դրիվ ես փուճուրես կետերով, մետերով, բանով որ Ուրեմն կարենը ասեմ մարդկանց խելրցնում է, լեննականցոնց ասած խելրցնեգը համային յուրահատուկ, ոնց ասեմ, պրոֆեսիոնալ է, էլի, մի բանի համի վրա կարող ամիսներով չարչարվի, բայց որ ամենաուժեղը, ամենաիդեալականը ստանա։ Քաղցրավենիքի խանութում շատ քաղցր բան տեղի ունեցավ։ Այս պահին պատահաբար տեսանք, որ HD Production-ի YouTube-յան ալիքը լրացրեց իր 400,000 հետևորդների թիվը։ 400,000 հոգուց մեկ առ մեկ շնորհակալություն եմ հայտնում։ Կարենն էլ մեր ընկերը հետաքրքիր սյուրպրիզ պատրաստեց մոմերի տեսքով։ Հիմա ես կփչեմ, երազանք կպահեմ։ Երազանքս որ դառնանք 1 միլիոն բաժանորդագրվեք, որպեսզի տեսնեք էլ ավելի հետաքրքիր ծիծաղելի եւ ժամանցային կոնտենտ մեր կողմից արտադրված։ Եվս մեկ անգամ մերսի բոլորիդ, merci beaucoup։ Շաքարակլորները վերջանում են, համեցեք։ Ընտիր գարչիցաները նուտելայով։ Շատ սխալ բաներ է ծախում են։ Ինչ ասես կտեսնես, եղբայր։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Կարենի մոտից դուրս եկանք, մենք համ կուշտ կերած էինք, համ էլ մտածեցինք մեր 400,000 հետևորդի արդիվ, կամ առիթով, կամ արդիվ, Հովանես ջան։ Լավ, այս տորտիկը մանգոյի տեսքով, 400 մոմերն էլ հետը, չնայած մոմերը կարանք խանենք։ Տանք մեկին, ինչ-որ խեղճ մարդու ինքն էլ ուտի, կամ խեղճ չէ, ասենք, ամենահետաքրքիր տիպով գտնենք, ով կլինի ամենահետաքրքիր դեմքը, եկեք ման գանք, ձեզ հետ էլ կապը պահենք, հետո վերջում կոմենտներում կգրեք արդար մարդու տվեցինք, թե ավելի հետաքրքիր տիպեր հանդիպեցին մեզ, ամենահետաքրքիր տիպը ով է, այս մոմենտին, Մարսել տեղ, արա սաղ հետաքրքիր են ես տարածքում, ում էլ մոտենաս արժանի է, էլ ես խմորեղենը տալուն։ Bonjour, les հետաքրքիր types, les YouTube et 400,000. Սամակատով տատի ծխող, հետաքրքիր չի։ Համուց քշվածներն են։ Ախպերս կարող է իմանաք ամենահետաքրքիր տիպը որտե է նստում։ Կոլա է խմում, հետաքրքիր տիպ է։ Արի մոտենանք տանք։ Կթարգմանի համել եթե խնդրենք։ Բարև ձեզ։ YouTube-ի 400,000-ի կապակցությամբ ուզում ենք խմորեղեն նվիրենք ձեզ, կարելի է։ Կոլայի հետ որ ուտեք։ Խմորեղեն։ Տորտիկ ուտեք համով, կոլան էլ խմեք, բխկսնեք, խմորեղեն։ On fait un petit micro-trottoir et on offre des gâteaux, des trompe-l'œil. Est-ce que vous voulez goûter? Merci, c'est bon. Non? Merci. Ok, pas de problème. Bonne journée. Չէ, ասում եմ, շնորհակալություն ռադեղ եք դուք էլ ձեր խմորեղենն էլ։ Ասում եմ, կարող է մի բան մեջը գցել եք, ուտեմ թունավորվեմ, ով է տերը։ Մարսելի կենտրոնում պորտի մոտ միած հենց հետաքրքիր հայելիներով առաստաղ է սարքած, որ ծովն է արտացոլվում մեջը ու մարդիկ իրանց տեսնում են քայլելու այս ընթացքում, այս հատվածի շատ հետաքրքիր տեղ է, սա էլ ուզեցի ցույց տալ։ Իա։ Պրիվետ։ Հեն արա ամենահետաքրքիր տիպը։ Այս տորտը կարող է ուզես։ Յանի ես եմ էլի արտացոլում։ Ոնց եմ ես ամենահետաքրքիր տիպ զգացեք հեսա, եկեք հլը ման գանք։
Արա ոչ մեկ չի ուզում վերցնի, հասկանում ես խնդիրը ինչումն է։ Ինքը տենց արդեն հալել լղկվել է, մոմերի տեղերն է ծակ-ծակած վրեն, հեչ հավատ չի ներշնչում, մարդը մտածում է կարող է թույնել են, թույնել, ոնց է այդ բառը, թունել են, չէ արա, մի խոսքով թունավոր, ուզում են թունավորեն, մտածում են, էլի, որտեվ խառը քաղաք է կրիմինալ, 1000 բան ալնում, կարան մտածեն, արդարացի է, մի խոսքով, հենց հիմա, արդեն հալեց ուղակի տորթը դրա համար, հաֆուներ, հով ասում եմ, ես էլ վախում եմ գիտեք, եղբայր բան ենք խոսում, այդ սիրենան կարող է բան աստեղ, հասկացանք, շտապօգնությունը լինի ասես հա, ոստիկան է, մի կրիմինալ եղել է, Մարսելն է, կրիմինալ դե Մարսե, արա հալեց ես տորթը աղբեր, էլ ոտով չի լում տանել, եկեք առաքումով տանենք, այս մեր մոտոն չի, սպասի, Հենց հալեց ես տորթը 400-ից մնաց 40-ը, մի զրոն ընգավ, ես էլ ուրիշ թիվ չի, տարիքս է էլի, ինձնից հետաքրքիր մարդ ձեր ցավը տանեմ, ում տվինք չվերցեն, նո, վախում են, ինչ են անում, հենց ես էլ կուտեմ, սիրելի 400,000 հետևորդներ, ուտում եմ ձեր կենացը, հա ինչ, խմել կարելի է, ուտել չի կարելի, ես չեմ խմում, թարգել եմ, նիհարում եմ, շնորհակալություն ձեզ, ևս մեկ անգամ, չգիտեմ սա երբ կնայեք, այդ ժամանակ քանի հետևորդ դառած կլինի արդեն, հենց հիմա ուղիղ 400,000 հետևորդ է մեր YouTube-ի Ալիքը HD Production-ը։ Բաժանորդագրվեք, սեղմեք զանգակին, որ առաջինը տեսնեք մեր պրոյեկտները։ Իսկ մեր պրոյեկտները բազմաթիվ են, կոնկրետ 25 թվին, Աստված առաջ, լիքը հետաքրքիր բաներ ենք նկարելու ձեզ համար։ Արա մանգոյի համով է, չեր ջոգել էլի անի։ Մորեղենը կերանք, մութնել վրայա տալից, հրտեց, մարդ չգիտի ինչ անի, հետաքրքիր դեմք էլ չգտանք ոնց տեսակ, անունն է դուս եկել, Մարսել, հետաքրքիր տպեր են, ոչ մեկ էլ չկա, ես սով են, նա ինչ հետաքրքիր տպեր են, աղջիկներ, կանգարում երկող, իրանց պտի տանք, Ձեզ պտի տանք տորթը, ես կերա, նո, Արմենիա, չիմացավ, իտալյանո ասում ես նո Արմենիա, չել նայում վրետ, յանի մինիմում իտալյանո է ընդունվում, ինչ Արմենիա, եղբայր, գնա հաղորդումըտ վարի, Հովանես ճան, շատ լավ, աղջիկներ էիք, ղժում են վրա եկս նայ, դե արի բացատրի, որ ես հայրիկը, բարև ձեզ, Bear of Zeus Ինչ ես կարդում իմ աղբեր Որ էջն ես հասել Հետաքրքիր գնում Ոնց է զարգանում իրադարձությունները նայ յանի իր հետ չենք ջոգեց Եվ այսքանով ավարտում ենք ռեպորտաժը իբր տենց բան էլի Մարսելից սիրելի ընկերներ Մի կանգար գնանք ավտոբուսով ես աղջիկների հետ, են որ կայֆավատը ինելում վրեքս, հիմա տես կայֆավատը որն է, հիմա դու տես։ Եկեք ավտոբուս նստենք աղջիկների հետ, մեր ընկերն էլ մեր հետ է լեզուն գիտի, կթարգմանի նորմալ չենք կորել, մի կանգար գնանք գանք եղբայր։ Աղաչացեք էլի, աղաչացեք։ Բարև ձեզ։ Գերմանիայից են, պարզվեց իրանք էլ ֆրանսիացի չեն, բայց աղջիկը ինչ բան է, էլի արա, ուր ես գնում ասա, ոչ լեզու գիտես, ոչ մի բան, էլի աղջիկ են զուտ ասել են, հա եկեք հետներս ավտոբուս նստենք, նստել ենք գնում ենք, Մարսել ավտոբուս չգիտես էլ ուր ես գնում, կանգառում կպահեք, le կանգառն է տորմուզ,
Ասում են Փարիզ Մարսել խաղ կա այսօր ֆուտբոլի։ Հետաքրքիր է։ Մարսելի բալելշիցա է նայ Մարսել։ Ահա Փարիզում է մաչը։ Բայց ինքը Մարսելա բալետանում շարֆը Le Charf de Marseille։ Փարիզ է ապրում, բայց Մարսել է բալետանում։ Ինչ ստորություն։ Փարիզ է ապրում, Մարսելա բալետանում։ Իջնում են թող։ Իջանք։ Հա, իջեք մայրիկ ջան։ Իջնենք։ Ովախ։ Small այս բլոգերը որ դուս գտնենք այս վիդեոն նայենք։ Դարի բացացի բլոգեր չի, այդ մեկ։ Երկրորդը ոչ մի տեղից է չես կարա գտնես, գնա Մարսել Փարիզ խաղը նայի։ Այս Մարսելն էլ է շատ սիրուն։ Գիշերային Մարսելը սկսեց։ Բա կարուսելը ինչ հրաշք է։ Ապես մեր մանումենտինը ավելի մեծ կլինի ախպեր։ Չէ՞։ Լավ։ Ուրեմն իրանցն է մեծ։ Սա Մարսելի ավանդական ճաշն է, մի հատ խնդրում եմ նկարեք մոտիկից, ոնց որ մեր խաշը էլի, մի ժամանակ հարուստների համար մեծ թանկ ձկներով որ ուտեսներ են պատրաստել, տակը ինչ մնացել է, լցրել են, դարել է ճաշ, դրա համար եմ ասում խաշ, Մարսելի ծովամթերքով սյուպն է, ոնց էր անունը, ոնց էր կոչ, դիաբետ, բույաբետ, Բույաբետ, բույաբես, բույաբես Լավ հասկացանք, սաղ պտի նկարես Արա Գերմանիայում բոյովներից չպրծանք, նայ հələ Մարսել ինչ բոյովներ են ռաստ գալի։ Պուճուր երեխա է 7-րդ դասարան, այսքան բոյով, սա որ մեծացավ 10 հովարտի գիգանտ ալնելու։ Արա այն տորթը հենց կերանք, հետաքրքիր մարդիկ սկսին շատանալ, սենց բան կլինի։ Մայրամուտի վրա ինչքան կատաստրոֆիկ տարօրինակներ կային, լցվեցին պորտը։ Բամբակի պես պորտի բարախաղ էլի ասեք ախպերս ինչ տեսակի զիբիլ եք ուզում քաշեմ տամ լապատկով նայեք ինչ տպեր կան բանն է այս հաստատ Նիկոլանա գնում է բան այդ ռոզվի շալվարը տա գլխներին ասի այս ինչ գույն եք տվել ես ձեզ ասի նորմալ փիրուզագույն տվեք Ay, քեզ բան։ Սար խուժանություն է տիրում Մարսել։ Գալի գոռում են միկրոֆոնի մեջ Պաղեստինի հարցով արաբները։ Տես թեմա կա էլի, շատ ուժեղ։ Շատ խուժան տեղ է, ասում ձեզ, սենց ուրախ նայում եք հիմա հաղորդումը, բայց լուբոյ մոմենտ ձեռից է յուրաքանչյուր բան խլեն թռնեն, խուժան լակոտանոց է, արաբանոց։ Տեսակ վերջապես գտանք, լավ մանեկողը միշտ գտնում է։ Այո, 50 միլիոն մարդ նայեց մեզի։ Լավ է։ Հա։ 50 միլիոն։ Հա, ադիք մեր տարուկես 2 տարի առաջ, ես թազայիմ սացեմ բացը, շատ չեն նայել, նոր 6 միլիոն են նայել։
Հա, հեչ 6 միլիոն։ Չէ, միջից է լենագանցի պորո խոսած։ Ընդամենը 6 միլիոն։ Հա, բայց 50 միլիոն ու 6 միլիոն իրար հետ չի բռնել։ 50-ը հետ ինչ ես արել որ նայել են հաստատ։ Մի բան եղել է։ Շենքից կտրնեմ։ Ինչ մտնեի, նավագեիգը։ Կատարում է մայեստրոն։ Մանսուրյան նվագեցիր, Մանսուրյանն եկավ, նա ինչ նման է։ Բա։ Ես էիք ուզում։ Մարսել միշտ հայկական երաժշտությունը հնչել է։ Ես եզուս եմ։ Ապրեք, եւ դրա համար շնորհակալություն ձեզ։ Մանսուրյանի վրա հավաքման։ Հայկական պարան նվագում աղջիկները պարեն, Հայաստանից են եկել 3 պրակտիկայի։ Ինչ գծով եք եկել պրակտիկայի։ Տարբեր, ասում եմ։ Տաշ, օպա։ Այսքանով, սիրելի բարեկամներ, ավարտում ենք ռեպորտաժը Մարսել քաղաքից։ Հայցում ենք ձեր ներողամտությունը յուրաքանչյուր ավել պակասի համար եւ հույս հայտնում, որ շուտով նորից կհանդիպենք։ Մնացեք բարյավ։ Այս գեղեցիկ նոտայով էլ սիրելի հետևորդներ, ավարտում ենք հաղորդումը Մարսել քաղաքից։ Մնացեք բարով, կհանդիպենք հաջորդ անգամ։ De faire nos repères secrets. On met doigts pris sur tes poignets. Je t'aimerai.